Հունիսի 1-ից վերամեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար, սկսած երկրորդ անդամից։ Արցախից բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ծրագրի շրջանակում դիմում ներկայացնելու հետ կապված կունենան դժվարություններ, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, դիմումը մասնագետների օգնությամբ լրացնելու նպատակով։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան իր հետ բերելով վրացական սահմանին կուտակված ու արտահանմամբ զբաղվող բեռնատարների խնդրի լուծման նախնական փաթեթ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հուսով եմ, որ լուծում կգտնենք, որովհետև այն իրավիճակը, որ մենք ունենք, շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների եւ կոնյակագործների համար, նշել է նախարարը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներառյալ օրենսդրական բարեփոխումների եւ բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։ Կողմերն անդրադարձել են նաեւ ոստիկանության եւ փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու Եվրամիության նոր աջակցության տրամադրմանը։ Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԵԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի եւ ՀԱԵԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից հայտնել է դեսպանը։ Ամերիկացի ձեռնարկատար եւ միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը, որը նախատեսում է կրճատել դաշնային ծախսերը։ Նա այս օրինագիծը անվանել է զզվելի։ Գործարարը նաեւ ամոթանք է տվել նահանգների կոնգրեսի այն անդամներին, որոնք աջակցել են այս փաստաթղթին։ Ռուսական Գազպրոմ ընկերությունը կասեցրել է Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը, որը պետք է լիներ դեպի եվրոպական շուկա վերադառնալու ճանապարհ։ Արդյունքում Գազպրոմը կորցրել է Եվրոպային գազի մատակարարումների առնվազն մի մասը վերականգնելու հնարավորությունը, որը նախկինում ամսական մոտ 8 միլիարդ դոլար եկամուտ էր բերում։ Ապրիլին համաշխարհային ոսկու խորհրդի նախնական գնահատականների համաձայն համաշխարհային կենտրոնական բանկերը իրենց ոսկու եւ արտարժույթի պահուստներում ոսկու ծավալը մեծացրել են 12 տոննայով։ Ամենաակտիվ գնորդները մնում են զարգացող երկրների կենտրոնական բանկերը։ Գնումների առումով առաջատարել Լեհաստանն է, այնուհետև մեծ տարբերությամբ հաջորդում են Չեխիան, Ղրղըզստանը եւ Չինաստանը։ Չինական ավիաընկերությունները քննարկում են եվրոպական Airbus արտադրողին խոշոր պատվեր կատարելու եւ մինչեւ 500 ինքնաթիռ գնելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg գործակալությունը հղում կատարելով իր աղբյուրներին։ Չինական ավիափոխադրողները կարող են ձեռք բերել 200-ից 500 ինքնաթիռ լայն եւ նեղ կորպուսով։ Սա կարող է դառնալ Չինաստանի համար ամենամեծ ավիացիոն գործարքը եւ հնարավոր է ռեկորդային լինի աշխարհում։ Հայաստանի համար 2024 թվականը սկսվել է բարձր տնտեսական աճով, որը թեև տարվա ընթացքում որոշ չափով դանդաղել է, սակայն պահպանվել է բարձր մակարդակում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է ներկայացնում տվյալները։ Կառավարության պարտքնացուցանիշի 40-ից 50% միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181.7 միլիարդ դրամով։ 2024 թվականին տնտեսական աճը կազմել է 5.9%, ինչը 1.1%-ային կետով պակաս է բյուջեի թիրախից, սակայն 0.1%-ային կետով գերազանցում է 2025 թվականի բյուջեի կանխատեսումները։ Նախարարի խոսքով աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝ հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից իրականացվող սպառմամբ եւ տնտեսական ակտիվությամբ, ներքին եւ արտաքին պահանջարկի ընդլայնմամբ։ 24 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունում աճել է 53%-ով, սակայն հայկական ծագրման ապրանքների արտահանումը 18.6%-ով։
Առանց թանկարժեք մետաղների արտահանման ավելացել է շուրջ 2,3%-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ աշխատավարձերի հետ կապված։ Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Վարչապետի ձևակերպմամբ Հայաստանում այսօր մարդիկ ավելի լավ են ապրում, քան 7 տարի առաջ։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Փաշինյանը միևնույն ժամանակ խոստովանում է, որ իր հրապարակած ցուցանիշն այնպիսին չէ, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից, շատերն ուզում են ավելի լավ ապրել։ Փաշինյանը համարում է, որ կյանքն այնքան չի լավացել, որ կառավարությունը գոհ լինի այդ լավացման աստիճանից։ Նրա ձևակերպմամբ կառավարության խնդիրն այսօր գոհունակություն ապահովելն է։ «2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,399 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեից։ Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 4,7%-ով, իսկ ոչ պետական ոլորտում աճել է 5,2%-ով։